Բարև ձեզ սիրելի հյուսատող բարեկամներ, անգամ եւս կողջունեմ ձեզ AMGA հեռուստաընկերության հիմնակար հաղորդաշարով։ Ինչպես գիտեք, Ամերիկայի Միացյալ Նահանգներում Կոհապանության դոնի ամիջապես հաջորդող օրերը կսկսեն արդեն տոնական երուզեր կսկսի եւ կպատրաստվին մինչեւ Christmas ծնունդ եւ նաեւ նոր տարի։ Այս տոնական օրերուն ուզեցի իմ շրջապատիս հետ չեմ գնարսել մասնակիտական հարցազրույցներ մշակել, բայց եւ այնպես մոտավորապես կոնե 50-60 հոգի հարցեր դվեցի, թե ինչ է քրիստոնեությունը, թե ինչ է հայը կամ ով է հայը եւ ով է հայ քրիստոնյան։ Եվ հավատացեք, որ զարմանալիորեն շատ տարբեր պատասխաններ ստացա եւ ադոր համար ուզեցի այսօր անպայման ներկայացնել այս նյութը ցեզի։ Ուրեմն շատ կարևոր գետերով կուզեմ սկսել եւ այն է, թե ով է հայ, ով է քրիստոնյան, ով է հայ քրիստոնյան։ Տեսեք, շատ ընդհանրուն եւ կգարձեմ ոչ թե միայն այս կես ժամվան մեջ կարելի է բարփակել այս հսկայական նյութը, բայց եւ այնպես կփորձեմ կարևոր գետերու մեջ սեղմել եւ այդպես հրամցնել ցեսի։ Ուրեմն, երբ որ մեկը գսե ես հայ եմ, չի նշանակեր իսկապես չի նշանակում, որ ես քրիստոնյա եմ, իսկ ամեն քրիստոնյա հայ չէ, ուրեմն ես չեմ գնասը, որովհետև քրիստոնյա եմ, ուրեմն հայ եմ, հայը ազգ է, իսկ քրիստոնեությունը կրոն է, այս է հիմնական մեր այսօրվա նյութը, որում մասին ես կուզեմ անպայման խոսիլ, պետք է ասել, որ հայ նաև կան ոչ քրիստոնյաներ եւ նույնիսկ աթեիստներ, հայ աթեիստներ կան, այսինքն աթեիստները ասելով ես կհասկանամ աստվածամերժներ, այսինքն աստվածամերժություն աթեիզմի լայն իմաստովն է, աստվածների քոյության հավատի բացակայությունն է աթեիստներուն կողմը եւ կամ ասենք ներ իմաստով աթեիզմը համոզմունքի մերժումն է, որ որևէ աստված քոյություն ունենալը, առավել նաեւ աթեիզմը մասնավորապես այն համոզումքն է, որ աստվածներ քոյություն չունին։ Աթեիզմի հակադարձումն է իհարկե թեիզմը, որ ընդհանրապես կնշանակե հավատք առնվազն կոնե մեկ աստծո քոյության մասին։ Աթեիզմ բառը ասեմ, որ եկած է ստուկապանության արմատեն, մոտավորապես մեր թվարկութենեն 5-րդ դարում հունարեն աթեոս բառն է, որ կնշանակե առանց աստվածի, աթեոս, առանց աստվածի։ Աթեիզմ կան հեթանոսներ, հայ հեթանոսներ, կան էթնիկ հայեր, բայց իրենց կրոնը եղած են ալևիներ, կամ մարդիկ ովքեր հայեր են, էթնիկ հայեր են, բայց եւ այնպես իսլամ են, մահմեդական են, սուննի են, շիա են եւ այլն։ Իհարկե ես բացառում եմ հարգադրված հայերը, ովքեր որոնք նամանավանդ 1915-ի եղերնեն ետքը ցևով հարգադրված եղած են։ Ուրեմն հիմա ես ցես գուզեմ հարց տալ սիրելիներ։ Ով է հայ քրիստոնյան։ Մի մոռացեք, որ քրիստոնեությունը նախքան Հայաստանի մեջ գոյություն ունենալը գար
մի խոսքով աշխարհի բոլոր ժողովուրդները ունեցել են թիցապանական հերոսներ, այդ թվում նաև մեր հայ ժողովուրդը իհարկե։ Հայ ժողովուրդը մինչև քրիստոնյա դառնալը 301 թվականին եղել է հեթանոս։ Ես հիմա պիտի մանրամասնեմ ցեզի եւ նկարներ, քանի մահատ նկար կարողացա մեջտեղ բերել, չուզեցի հիմնվել միայն այս, բայց նաև կարևոր նյութ մներ, որ գուզեի անցնել եւ այսօրվա դեղ երթալ։ Միայն պիտի խնդրեմ ցեզ սիրելի հայրենագիտներ, որովհետեւ գիտեմ ցեր մեջ կան փիլիսոփաներ, գիտնականներ եւ պիտի կարծեք թե ինչի համար, որովհետև հիմա ժողովուրդ, ազգ, պետականություն, գրոն եւ այլն, չէ, միտքս բացարձակապես այդ կողմը երթալ չէ, պարզապես կուզեմ լուսաբանել։ Ինձի համար գիտեք այդ 50-60 հոգիներուն հետ որ խոսեցավ որ ցևով նյութեր հավաքեցի եւ այն երզագացության եկա, որով օրինակ, եթե մեկու մասնակցությունը ոսկերչություն է, կամ դարիներ շարունակ ոսկերիչի մոտ աշխատել է, եւ ինչու՞ չէ նաեւ գնացել է այդ ուղղությամբ սովորել է դպրոցում եւ այլն համասարանում եւ այլն սովորել է։ Եվ այսպես տարբեր ոլորտների մասնակիցներ իրենք գրծած են ցերկ բերել գիտելիքներ, գիտություն թեկուզ եւ այդ գիտելիքները կամ դպրոցական ջամփայով է գնացել եւ կամ մեր ժամանակ օրինակ գոշկագար ագանչեն գբրնեին բադանին գղրգեին հարևան գոշկագարի մոտ կսեին միսը քեզի ոսկորի ինձի սորվեցուր թողքա դղաս մարդ դառնա եւ այդպեսով ինչպես ժամանակին դերթոտիկի դպրոցներ նույնպես նաեւ մեր կոնե ես իմ բանկությանս շրջանին լավ կհիշեմ որ դիպանանյան Բեյրութի Բուրչամուդի այդ հոգեբանության մեջ մարդիկ եթե դպրոցի ուսման սեր չունեին գմտնեին արհեստի մեջ եւ արհեստավարժ կդառնային եւ մասնակետ կդառնային։ Հարցը հետեւյալն է. դու ձեր կբերես գիտելիքներ, որովհետեւ դու մասնակցած ես։ Բայց երբ որ գուքա գրոնի մասին մեր հայ ժողովրդի 99%-ը աստվածապաններ են, փիլիսոփաներ են, ամեն ինչ գիտեն։ Ժողովուրդ ջան, գիտեք, քիչ մը նաև պետք է համեստություն ունենալ ասելու համար, որ չէ, ես չգիտեմ։ Գուզեմ սորվիլ, բայց ես չգիտեմ։ Անկեղծ ըլլանք մենք մեզի եւ ասենք, որ չեմ գիտե։ Ես ինձ հարցնեք, ովևէ մեկ հարցում ինքնաշարժի մասին ես կրնամ ցեզի հիմա կվնեսել, որ ես ոչ մի բան չգիտեմ ինքնաշարժի մասին։ Իմ երեխաները ինձանից լավ գիտեն։ Թեկուզ իմ կինը ինձ մեն լավ գիտե ինքնաշարժի մասին։ Եվ դա ամոթ չի ասելը, որ ես այդ ոլորտում ոչ մի գիտելիքներ չեմ ցերկ բերած, որովհետև հետաքրքրված չեմ եւ այն եւ այլն։ Եթե հարցնեք օրինակի համար ինչ ասեմ, ընդհանրապես մեր մոտ Եվրոպայի մեջ եւ նաեւ ինչպես նաեւ Հայաստանի մեջ կար ջողավորումներ, ուսման ջողավորումներ։ Մեր կով Եվրոպայի մեջ կար գիտության, Wissenschaft, գիտության եւ կար նաեւ հումանիստական, որ տարբեր նյութերներ, դրա մեջ կար աստվածաբանություն, լեզվաբանություն եւ այլն եւ այլն։ Իմ բարակային ես ավելի հումանիստիկ ջողով եմ, որ իմ համար պատմությունը իմաստ ունի, թվականը իմաստ ունի, միջավայրը իմաստ ունի, երկիրը իմաստ ունի, քաղաքը իմաստ ունի եւ այլն եւ այլն։ Բայց եթե ասեն օրինակի համար այս ինչպես կսարքվի, այս ինչպես այդ բանը ես կուքամ եւ մեր Էդվարդեն կհարցնեմ, որովհետեւ ես չգիտեմ։ Եվ ամոթ չէ չիմանալը սիրելիներ։
իսկապես ամոթ չէ։ Բարձրապես ամոթ է, երբ որ դուք չգիտեք, մասնակետը չեք ինչ որ մի նյութի, ինչ որ մի ոլորտի եւ դուք ցես գտնեք գիտնականի տեղ եւ հանկարծ այդ գիտնականեն մեկը այդ ոլորտեն մեկը որ մասնակետն է եւ դրանց հետ կսկսի խոսիլ մտքով նույնիսկ կծիծաղացեր վրա ասելով որ այս մարդը ոչ մի բան չգիտի եւ ինքը գիտնականի տեղ դրած է։ Բարձրապես այս ուզում է անպայման միջանկյալ ասել, որովհետև այդ 50-ն 60 անցերից քանի հոգիները շատ այսպես ամեն ինչ են գիտեն, ամեն ինչ գիտեն, իրենք, այո, եւ այլն եւ ոչ սիրելիներ։ Չգիտեք եւ սորվեցեք, ամոթ չէ սորվիլը, չիմանալը ամոթ չէ, բայց չսորվիլը ամոթ է։ Ուրեմն, ինչպես ասեցի, քրիստոնեություն Հայաստան տարածած էր երկու առաքյալներու կողմեն, որոնք իրենք հрьяաներ էին, պիտի ասեմ, Բաղեստինեն եկած էին եւ բերած էին գիտելիքները, քրիստոնեությունը։ Այստեղ նայեցեք, աշխարհի մեջ այդ միևնույն ժամանակ, երբ որ քրիստոնեությունը ներթափանցեց մտավ Հայաստանի մեջ, մենք չգիտեմ, միակ մերգը չէր որ տեսեք, երթանք Հայաստանը եւ հայերը ստրուկացնենք եւ քրիստոնեությունը դալով խեղճացնենք իրենց աստվածները, իհարկե աստվածների բադվին հայերը կառուցել են տաճարներ, որոնք երթանք փշրենք այդ տաճարները։ Հայերու մոտ, ինչպես միշտ բոլոր ազգերու մոտ, հույներու մոտ եւ այլն, ունեցել են աստվածներ կամ չաստվածներ, ինչպես կուզեք ասեք։ Արամազդ, Անահիտ, ես այստեղ ցեզի նկարներ ցույց տամ եւ ահավասիկ դուք կտեսնեք շատ հստակ ցևով մեր Վանի թագավորության մեջ են բեղումներ որ եղել է դժբախտաբար կալդարի Վանի մեջ մեծ տանկարանը պիտի բացվի եւ ինչու համար գսեմ դժբախտաբար որովհետեւ պիտի խոսվի Վանի թագավորության մասին եւ իրենց նիստուկացի մասին գրոններում այն գրոններին որոնք հավատացել են եւ այլն եւ այս բոլորի մեջ մեկ par հայ par չկա դժբախտաբար so վահակն ահավասիկ այստեղ կդեսնեք Վանի թագավորության ժամանակվա ասվածներն են ունեցել ենք աստղիկը նանեն միհրը դիրը նույնիսկ ունեցել ենք եթե նայեցեք մյուս նկարին պիտի տեսնեք ահավասիկ դա զուտ հայկական աստվածն է եւ այստեղ կուզեմ կանգառնել եւ ցեզի բացատրել ուրեմն նրանք ովքեր որոնք ընդունել են ինտեգրել են այսինքն ցևով յուրացուցել են իրենց մշակույթը քրիստոնեության հետ որը կազմում էր հին մշակույթի ավանդույթին մոտ 90%-ը ըստ էության հետանոսությունը հայ եկեղեցու հիմքն է սիրելիներ ուրեմն այսի հանկարծ սխալ չհասկանաք պիտի նաև բացատրեմ թե ինչ կուզեմ ասել երբ որ մենք քրիստոնյա եղանք իհարկե չմոռացանք մեր անցյալը եւ նաև ցևով մեր հայկական մշակույթը ավանդությունները նաև ներթափանցեցին քրիստոնեության մեջ մեր հայ ազգը դասնյակ հազարամյակներից առաջ հավերժապես է եղել ու խալդի աստծուն է պաշտել ահավասիկ այստեղ խալդին գտեսնեք եւ մի մարդի անունը որ ես գրծած էի բերել դուրս եւ ցեզի գուզեմ բարձրապես կարդալ եւ ասել ուրեմն խալդի աստծուն Բեհիստունի արձանագրության մեջ հայ արքան հիշատակվում այնպես մի մարդ անունը Արաքխա հայ
Խալդիայի որդին ինքը Խալդի աստվածն է, որին ոմանք անվանում են ուրարտացիների գլխավոր աստվածը։ Մյուս նկարի մեջ եթե տեսնեք, եւ ահա շուրջ 2500 տարի առաջ գրված արձանագրությունը բարձ ասում է Արխա նամա Ամիրնա Խալդիի բուրա անունով ինքը հայ Խալդիի որդին է եւ հայ է։ Արևապաշտության հաստատումը որ եղավ սկսավ, մենք ունեցանք հավասիկ այստեղ կտեսնեք նույնպես նաև այսօր դժբախտաբար այս Անահիտ Աստվածոյի բրոնզիա երեսն է անցյալ տարի երբ բերված էր Հայաստան այնտեղ այցելեցի եւ այս նկարը նկարեցի։ Ուրեմն արևապաշտությունը Հայաստանում տարածվել էր 860-ական մինչև 830-ական Քրիստոսի առաջ ուրարտացիների ժամանակ, երբ ուրարտացիք հարձակվել են եւ գրավել էին Բարսկաստանի մի շարք քաղաքներ, այդ թվում նաեւ Մարաղե քաղաքը, այնտեղ էր որտեղ էր միհր արևապաշտությունը։ Այն օրերուն արևապաշտությունը եւ արևին պատկանող գիտությունը աշխարհի ամենաառաջադեմ, ամենանոր, ամենագրավիչ գիտություններն էր։ Ճիշտ այսօր օրինակ համար ինչպես դիեզերաքննությունը գիտություն է եւ ճշգրիտ ցեվով բացատրություն է տալի, ոչ թե երկրի մոլորակն է կենտրոնը աշխարհի, այլ արևն է կենտրոնը աշխարհի։ Այս հասկացողությունը բասկական արեգնային օրացույցն է, ինչպես նաև իսկ հետագայում հայտարարվեցին արևի շուրջ պտտվող մոլորակները եւ այդպեսով ճիշտ ցավով այսօրվա մեր գիտությունը համապատասխանող։ Այդպես ուրեմն ուրարտացիք թույլ են տալիս արևին պատկանող գիտությունը ներմուծվի նաև Հայաստան եւ մարերի շրջանը։ Այստեղ կուզեմ անպայման նաև հիշատակել շատ կարևոր այն գիտությունը, որ ներխուժում էր նաև բարսիկ գիտնականները, իրենք այնտեղ մող գսեն բարսկերենով կամ մոքերը եւ արևապաշտության քարոզը քրբերն էին, որոնք հարաճ կտանեին։ Դարիների ընթացքում ծնվում են բարսիկ քրմերից սերված խառնածին հայեր, որոնք արևապաշտության գրոնն էին թավանում։ Այդ բարսիկ քրմերից սերված խառնածին արևապաշտ հայերի հետ բազմանում են եւ ուրարտացիներու ժամանակ նաեւ կգադելակորձվին եւ այսօր ինչպես օրինակի համար մենք ունենք մեհերի թուրը չեմ ուզեր որտեվ շատ կարճ է ժամանակը չեմ ուզեր մանրամասներ մասնակցանալ բարձրապես ուրիշ անգամ հատուկ մեր հին նախաքրիստոնեական շրջանի գրոնի մասին եւ մեհերի թուրի մասին պիտի անպայման անդրադառնամ։ Ուրեմն այս ամբողջ անցնելեն հետո երբ որ քրիստոնեությունը ներթափանցեց Հայաստանեն ներս իհարկե մի օրվա մեջ չեղավ, որովհետև շատ հաճախ մարդիկ կսեն, մեկ անգամ են եղած է, ոչ սիրելիներ։ Տեսեք, Թադեոս եւ Բարթողոմեոսը մոտավորապես 60-ական թվականներուն Քրիստոսի հետ 60-ական թվականներուն եկած են, բայց եւ այնպես հաստատված է այնտեղ արաքելական այս շարժումը եւ 301 թվականին Գրիգոր Լուսավորիչ բարձրապես կաթողիկոսությունը հաստատեց, հիմնեց, բայց եւ այնպես հայրապետներ եղած են ըստ Օրմանյան Բադրիարքին, երբ կուսումնասիրեի հայ արաքելական եկեղեցու պատմության հագամ հայ եկեղեցու պատմության մասին, այնտեղ գար ժառանգապար Թադեոս Բարթողոմեոսեն մինչև, բայց եւ այնպես հայրապետական աթոռ չէր, ինչպես ասենք մյուս աթոռները Աղեքսանդրիո աթոռը, Աթենքի աթոռը, Երուսաղեմի աթոռը, Էփեսոսի աթոռը եւ այլն եւ այլն։ Հայ ժողովուրդը յուրացուց քրիստոնեությունը եւ
Մեր ինչպես անցյալին շատ մը ծրագիրներում մեջ անդրադարձած եմ, որոնք բարձ օրինակ ասեմ, այն ժամանակաշրջանին, երբ որ Վահագնի ծնունդը գտոնվեր, գրակներ գվարվեր եւ այլն, այսօր մենք փետրվարյան դոն ունենք փետրվար 14-ին Քրիստոսի ծնունդեն 40 օր յետք Քրիստոսը ծնողները Մարիամ եւ Հովսեփ զինք դարին դաջար նվիրեցին կամ դաջար եկան բացացան եւ իրենց նվերը երկու դադրագը նվիրեցին այնտեղ նաեւ մենք կսենք դիարընթ հարաճ դիրոջ արչեւ դիրոջ երթալ եւ այնտեղ այս տոնը մենք կդոնենք գրակով իհարկե գրակը որպես Քրիստոսի լույս Քրիստոսի ջերմություն եւ այլն բայց եւ այնպես եթե նայենք ազգային կետնի վրա միևնույն ժամանակ նաեւ հետանոց հայերն ունեցած են այս սովորությունը ինչպես օրինակի համար Քրիստոսի այլագերբության կամ բայձարագերբության տոնին իրարու վրա ճուր գտապենք եւ մարդիկ գերազեն այդ օրը կալ եւ դոնել Հայաստանի մեջ մանավանդ քաղաքներու մեջ ուր ամեն մեկ իրար վրա ճուր գտապե այդ նաեւ մեր հին հայկական նավասարդյան տոններ որ նոր տարին սկսած գլվային իրար վրա ճուր գտապեին ասելով որ ծեր անցյալ դարվա գեղտերը մակրվի եւ դուք այս նոր տարին սկսիկ մաքուր Ուրեմն սիրելի հայրենագիցներ ինչու այս ամենը գսեմ որովհետև եթե դուք հայ եք եւ քրիստոնյա եք ունիք բարդավորություն քրիստոնավայել կյանք ունենալու այսինքն սիրելիներ ցեզի ասեմ ես այստեղ բրբանքի մեջ շատ ագանադես կլամ բոլոր այն հայերին որոնք առաջին անգամ եկեղեցի որ գմտնեն քանի մի անգամ ինգերտան մոմերը կառնեն եւ մոմերը կվարեն իրենց համար այդ մոմ վարելը խաչ հանելը եկեղեցի գնալ է չէ սիրելիներ դա նույնիսկ ինքնախապեյություն ես գանվանեմ որովհետեւ երբ որ դուք բադարակի ներգա չեք լար բարձրապես ներս կմտնեք խաչ մը կհանեք եթե խաչ հանելը ճիշտ նաեւ գիտեք ինչպես խաչ կհանեն եւ մոմ կվարեք եւ գերտակսակ ես եկեղեցի կացի մոմս վարեցի խաչս հանեցի սիրելիներ դա չի նշանակեր որ դուք բադարակի ներգա գտնվեցաք բադարակը ունի իր մասերը եւ գա խոսքի բաժինը գա հացն ու քինին մենք կհավատանք որ այդ օրվա բադարակիչը երբ հացը եւ քինին գսրփակորձե եւ գթարնա Քրիստոսի մարմինը եւ արյունը ու հետո քահանան երբ որ գսկսի հաղորդությունը բաժնել կհրավիրե ներկաները որոնք բաճած ցևով պատրաստ լան հոգևոր եւ մամնավոր ճաշ գերած չլան այլ պատրաստ լան ընդունելու Քրիստոսը եւ խոստովանանքի մեջ այնտեղ մաքրելով մեր հոգին արժանի ըլլանք Քրիստոսի մարմնին եւ արյան այս է եթե գուզեք քրիստոնյա լալ սիրելիներ այս է պետք է Քրիստոսավայել եւ Քրիստոսահաճո կյանքը ունենաք ապա թե ոչ ինքնախապեյություն է ասել որ ես հայ եմ եւ քրիստոնյա եմ խոսքով չէ սիրելիներ բարդականությունները կատարելով է եւ շատ հաճախ դժբախտաբար մենք փախուստ տալով անհարմար միայն անվանյալ քրիստոնյաներ ենք եւ ոչ թե ճշգրիտ եւ հավասիկ
հարաճիգա 5 շաբթի օրը ինչպես նկատեցիք նաև իմ փողկապին վրա հնդկահավ կուտեն հավատացեք որ մեր ճաշատեսակի մեջ հնդկահավ ընդհանրապես չկար բայց եւ այնպես առաջին ուխտյալները որոնք Եվրոպայեն կար ժամանեն Ամերիկա մի այստեղ նոր երկիր է այսպես ասած եւ կաշխատին եւ վարուցանք կնեն ու հաջորդ տարին այդ իրենց վարուցանքի որպես արգասիկ իրենք շնորհակալություն կհայտնեն Աստծո տեսեք կոհապանությամբ մենք ալ հայերս ունենք մենք հայերս հետանոսական շրջանի նույնիսկ ունենք երախայրիկ կսենք որ առաջին հունցքը ծորենի կամ առաջին բտուղները չենք ճաշակեր մինչև որ չդանեինք տաճար եւ այնտեղ շնորհակալություն հայտնեինք քերբնական այն ուժերուն որոնք օգնած էին այս փերքը ցերկ բերելու եւ ադի իհարկե քրիստոնեության մեջ դարձան տարբեր տոնական օրեր ինչպիսին է խաղողորտնեկը որ գսենք աստվածամոր վերափոխման դոնին արիթով խաղող կորտնվի փերքերը կորտնվի եւ աշխարհի 4 ձակերը կորտնվի եւ այնտեղ հատուկ աղոտ կա որ գսեն արևելքիում եւ այլն շատ քեղեցիկ է Դանիել Վարուժանի հացի երգը այդ ամբողջ ինչպես կպատրաստվի հացը ինչպես հողը կբացվի հողին մեջ կտրվի այդ ծորենի հատիկը եւ հետո հատիկը կբացանա կշատնա կհնցեն գնանին եւ ալյուր գնեն ու այդ ալյուրով իրենք հաց կնեն անունը այս ամբողջ աշխատանքին որ բանաստեղծության հացի երգը կոչվի եւ այնտեղ երախայրիկի մեջ կսե բանաստեղծը քեզ գնձայեմ մայր հունցկերուս նախընձան առաջին ընձան քեզ կնվիրեմ այնպես ինչպես որ ժամանակին հետանոսական շրջանին անահիտ աստվածուհուն կամ չաստվածուհուն էին նվիրում այնպես նաեւ քրիստոնեական շրջանին աստվածամոր կնվիրեն առաջին հունցքը տեսեք սիրելիներ այս ամենը գիտելիքներ են որոնք ցերկ պետք է բերեք եւ եթե իրապես կուզեք լավ քրիստոնյաներ լալ եւ ոչ թե միայն հնդկահավուտելով ասել որ ես ամերիկացի եղա անուշ ցեզի գերեք վայելեցեք բայց եւ այնպես կոնե իմացեք թե ինչ եք տոնում ինչ կնեք եւ երբ որ գսեք այո ես քրիստոնյա եմ ես հայ եմ իմացեք թե ինչ կնշանակե քրիստոնյա լալ քրիստոնյա կնշանակե Քրիստոսի հետևիլ եւ Քրիստոսին ասավ եթե գուզեք կադարյալ լալ կացեք ձեր ինչքերը ծախեք եւ ձեր խաչը արեք ու ելևես եկեք դա ինչ կնշանակե գիտեք ոչ թե որ ունեցվածքը ծախեք աղքատեղեք հոմլեսներուն պես փողոց ապրեք չէ սիրելիներ այլ սել գուզե Քրիստոս որ այս աշխարհիկ այս անցողական այս փուջ աշխարհի սերսերդերը մի գաբեք որովհետև եթե բանակ ավետարաններուն մեջ 4 ավետարաններուն Ղուկաս ավետարանիչը 13-րդ գլխուն 13-րդ համարեն մինչև 31 համար այնտեղ կսե կբացատրե Քրիստոս կսե հարուստ մարդ մգար շատ փերքեր ունեցավ եւ ասավ ինչ ունեմ ելեմ շտեմարաններս փոքրեն քանդեմ մեծերը սարքեմ որ այդ փերքերը լրացնեմ մեջ եւ դարիներ շարունակ ես այդ փերքերով ուրախանամ եւ ասեմ իմ անձիս գեր խմե եւ ուրախ եղիր եւ գսե Հիսուս կշարունակե գսե այ անմիտ մարդ այ հարուստ մարդ որ սիրտդ փողին ես կապել
տունին ես կապել, հողին ես կապել, ոսկուն ես կապել, այս գիշեր իսկ քո կյանքդ քեզ մե պիտի արդվի եւ այս թիզած բանը ինչ պիտի ելա։ Ուրեմն սիրելիներ, այո, եթե գուզեք քրիստոնյա լալ, ճիշտ հայ քրիստոնյա լալ, սկսեք Քրիստոսավայել կյանք ունենալ։ Շնորհակալություն, այսպեսով մեր AMG հեռուստաընկերության դնորոշության եւ վաճառակազմի կողմեն կշնորհավորենք ցեզի եւ կմաղթենք Happy Thanksgiving, բարի կողապանության դոն եւ երբ որ գնստիկ ուդել խմելու բահմը գեցեք եւ շնորհակալ եղեք ցեր կյանքի մեջ ինչ որ մի բան որպես նվեր ստացած եք եւ ամեն առավոտ որ աչքերնից կփանանք ու լույս արևը կտեսնենք դա արդեն մեզի համար նոր նվեր մնե նոր կյանք մնե նոր ծնունդ մնե շնորհակալ լանք ամեն ինչի համար որ մենք կստանանք ի վերուստ եւ շնորհակալ լանք իրարու ընկերության բարեկամության շրջապատին եւ հարկը գիտնանք մեր ընկերներուն եւ իրապես հարկենք ու սիրենք այսպեսով գավարտեմ իմ այսօրվա ելույթը սիրելիներ կցանկամ ձեզ բոլորիդ բարի աշխատանք բարի կյանք եւ մեր մայր հայրենիքին պայծառ երկինք եւ կանաչ ճանապարհ ցտեսություն